Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1491-րդ օրն է։ Շատ հետաքրքիր նորություններ ունենք։ Երկու օրվա ընթացքում ուկրաինական զորքերը զգալի վնաս են հասցրել ռուսական նավթի առևտրին եւ զորքին։ Պրիմորսկին հասցված հարվածին, որի մասին պատմել էի ձեզ նախորդ լայվի ժամանակ, հաջորդեց հարվածը Ուստ-Լուգային, երկուսն էլ Լենինգրադի մարզում են եւ Բալթիկ ծովում Պուտինի հիմնական հնարավորություններն են։ Ռուսաստանին հասցված վնասները աննախադեպ են, մանրամասները կհայտնեմ եթերի հաջորդ հատվածում։ Մինչ Թրամփը խոսում է բանակցությունների մասին եւ ակնարկում կարգավորման պլանների մասին, Իրանում հերքում են դա, ասելով, թե Ամերիկան բանակցում է ինքը իր հետ։ Այդ ընթացքում Իրանի ռմբակոծությունները շարունակվում են, չնայած կողմերի միջև դիվանագիտական շփումների համար բացված հնարավորություններին, այս մասին հայտարարել են Սպիտակ տնից, իսկ իսրայելական բանակը հայտարարում է, որ Իսրայելի զինվորականները Իրանում եւ Լիբանանում գործելու են անփոփոխ պլանի համաձայն, անկախ պատերազմի դադարեցման ուղղված բանակցություններից, այսպիսով, ինչպես ասում են, առանց դուռը թակելու տարածաշրջան մտավ մեծ պատերազմը, որին շատերը պատրաստ չէին։ Ես տեսնում եմ, որ վերլուծաբաններն էլ պատրաստ չեն։ Ամեն հայտարարությունից հետո ուրախանում են, կարծես թե պատերազմը ավարտվեց, ցավոք ոչ, եւ ճիշտ կլինի մոտենալ այս պատերազմի իրադարձությունների վերլուծությանը ավելի պատասխանատու։ Բազմիցս անդրադարձել եմ այս թեմաներին, մարդիկ իրենց նախասիրություններից ելնելով են փորձում մեկնաբանել այն տարածաշրջանին, որտեղ գտնվում է մեր Հայաստանը, բազմաթիվ փորձություններ են սպասում, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դրան։ Տեսանելի թեմաներից մեկը օրինակ ջրի հարցն է, որը կարող է առաջանալ հետագա էսկալացիայի դեպքում եւ նման զարգացման պարագայում շատերի հայացքները կարող են ուղղվել դեպի Հայաստան, որպես ջրային ռեսուրսներ ունեցող երկիր եւ բավականին մոտ գտնվող։ Այստեղ իշխանություններից կպահանջվեն հավասարակշռված որոշումներ, որպեսզի հնարավոր եկամուտը քաղաքական խնդիրներ չբերի, սակայն հարցը միայն եկամուտներ ստանալը չէ, այլ Հայաստանի նոր դերը տարածաշրջանում, քանի դեռ մեզ փորձում էին Մոսկվայից ներշնչել, թե մենք ոչ ոքի պետք չենք, աշխարհում այնպիսի փոփոխություններ տեղի ունեցան, որ ոչ մեկին պետք չեղան հենց նրանք, ովքեր ուզում էին դա մեզ ներշնչել, այսինքն հենց Ռուսաստանը։ Եվ այս ֆոնին այդ ոչ մեկին պետք չեկածները երևի թե ուզում էին գոնե յուրայիններին ցույց տալ, որ իրենք ինչ-որ բանի ընդունակ են ուկրաինական հզորագույն ավելի շուտ կործանարար հարվածների ֆոնին։ Վերջին երկու օրվա ընթացքում Պուտինյան բանակը Իրան նախադեպ խայտարակությունը քողարկելու համար Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 1000 դրոն, շուրջ 1000 դրոն, չհաշված հրթիռները։ Երբ թշնամին կանխատեսելի է, ապա միամտություն կլիներ կարծել, թե ռազմական եւ ռազմավարական թիրախներին Ուկրաինայի հասցրած հզոր եւ ցավոտ հարվածներից հետո Պուտինյան ռեժիմը չէր փորձի վնասել մեզ, բայց այստեղ կարևոր է ընդգծել, որ ի պատասխան ռազմական թիրախներին հասցված ուկրաինական հարվածների Ռուսաստանը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին, գիշերով ուկրաինացիների բնակելի տներին, օրինակ Դնեպրում կամ Լվովում ցերեկներ։ Իդեպ թշնամու խոցման վայրը բավական մոտ էր հայկական տաճարին, մետրերի թվերը ասելու իրավունք չունեմ, ասեմ միայն, որ հայկական տաճարը չի վնասվել։ Ընդհանրապես ուկրաինական հոպը բավականին լավ է դիմադրում, ամեն հարվածից հետո մենք տեսնում ենք, որ խոցված թիրախների տոկոսը գնալով աճում է։ Թշնամու վարքագծում ոչ մի նոր բան չկա, պարզապես պետք է ամեն անգամ հիշեցնել, որ գործ ունենք ֆաշիստների հետ, որոնք առանց աչք թարթելու սպանում են անմեղ մարդկանց։ Դե մեր պատասխանը իրեն երկար սպասել չի տալիս։ Առավոտյան Բելգրադի չզոհված նահանգապետը ասաց, որ կես միլիոն մարդ մնացել է առանց լույսի Բելգրադում։ Դե պարզ էր, որ անհետևանք չէինք թողնելու եւ որքան մեր հրթիռային հնարավորությունները մեծանան, այնքան նոր տհաճ կադրեր կտեսնեն Ռուսաստանում իրենց մասին։ Իդեպ որոշ աղբյուրներ հայտնեցին, որ Պրիմորսկին հարվածը կատարվել է ուկրաինական Ֆլամինգո հրթիռով, նոր բալիստիկ հրթիռների մասին է խոսքը։ Իդեպ ռուսական օդային հարվածներին դիմակայում են ոչ միայն հակաօդային պաշտպանության ուժերը, մարտի 24-ի գիշերը Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մարտիկները ձախողել են Ցիրկոն հիպերձայնային հրթիռներով Ուկրաինային հարվածելու ռուսական բանակի պլանները։ Արձակման կայանքների շարասյունը հայտնաբերվել է օկուպացված Ղրիմում եւ ենթարկվել հարձակման։ Կադրերը մեր տելեգրամյան ալիքում են, նաեւ մեր տելեգրամյան ալիքում կարող եք տեսնել բոլոր կադրերը, թե ինչպես է Ուկրաինան սկսել ավելի ինտենսիվ կործանել ռուսական նավթային ենթակառուցվածքները։ Հարվածները թերևս պակաս չեն, քան ռազմական օբյեկտների դեպքում։
դեպքում, իսկ վնասները շատ լուրջ են։ Անցած շաբաթ օրը մարտի 21-ին հարձակման է ենթարկվել Սարատովի նավթավերամշակման գործարանը, հաջորդ օրը մարտի 22-ին հարձակման թիրախ է դարձել ռուսական Ուֆա քաղաքի Բաշնեֆտ Նովոյլ ձեռնարկությունը, իսկ երկուշաբթի մարտի 23-ին ուկրաինական զինված ուժերի դրոնները հարվածել են Լենինգրադի մարզի Տրանսնեֆտ Պորտ Պրիմորսկ նավթաբազային եւ նավամատույցին։ Նավթաբազայում այրվել է պահեստարանը, որը շարունակում է հրդեհված մնալ, սակայն ամենալուրջ վնասները ֆիքսվել են հենց նավահանգստում։ Հարձակման են ենթարկվել առաջին, երկրորդ, 4-րդ, 8-րդ եւ 9-րդ նավամատույցները, երկրորդի եւ 4-րդի վրա հրդեհ է բռնկվել նաեւ նավթային տանկերների վրա։ Դա ինչպես ասացի, որոշ տվյալներով բացի դրոններից նաեւ ուկրաինական նոր բալիստիկ հրթիռ է կիրառվել։ Պետերբուրգի օդանավակայանը երևի թե ավելի շատ փակ է, քան բաց։ Մասնագետների գնահատմամբ նավթամթերքների օբյեկտներում հրդեհները հաճախ շարունակվում են մինչև վառելիքի ամբողջական այրումը, ինչը բարդացնում է մարման գործընթացը։ Նավահանգստում բռնկված մասշտաբային հրդեհը կարող է հանգեցնել մատակարարումների լոգիստիկայի երկարատև խափանումների։ Հարձակումը հանգեցրել է ռուսական նավթի արտահանման առանցքային խաբերից մեկի աշխատանքի կանգ առնելուն։ Նավահանգստի աշխատանքի խափանումը կարող է ազդել Բալթիկ ծովի ուղղությամբ նավթի մատակարարումների վրա։ Ուստի երբ արևմտյան տարբեր լրատվամիջոցներ տարբեր պատճառներով գրում են այն մասին, թե Ռուսաստանը մեծապես կհարստանա գների բարձրացման հաշվին, խոսքը նավթի գների մասին է, պետք է նշել, որ մենք ձեռքերը ծալած չենք նստելու նայելու այդ գործընթացին, թե ինչպես է Պուտինը փորձում լրացուցիչ գումարներ վաստակել պատերազմը շարունակելու համար։ Իդեպ, մինչ Պուտինի բարեկամները Թեհրանի ահաբեկչական ռեժիմը փորձում է մոնետիզացնել Հորմուզի նեղուցով անցումը, պահանջելով վճար անցման համար, Սաուդյան Արաբիան արագորեն ավելացնում է նավթի արտահանումը Կարմիր ծովով, փոխհատուցելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Թագավորությունը գործարկել է մոտ 1200 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը, որը նավթային հանքավայրերը միացնում է Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու արևմտյան նավահանգստին։ Մատակարարումների մոնիտորինգի տվյալներով վերջին շաբաթվա ընթացքում Յանբուի միջոցով արտահանման միջին ծավալը հասել է օրական գրեթե 4.2 միլիոն բարելի, սա ավելի քան 2 անգամ գերազանցում է նախապատերազմյան ցուցանիշը։ Յանբուում մատակարարումների ավելացմանը զուգահեռ սաուդցիները սկսել են ակտիվորեն վերաբաշխել տանկերային նավատորմը մեծացված ծավալների տեղափոխման համար։ Այսօրվա դրությամբ նավահանգստի շրջանում կուտակվել են մի քանի տասնյակ խոշոր նավեր, այդ թվում սուպեր տանկերներ, նրանք սպասում են բեռնմանը։ Նավահանգիստը աշխատում է ուժեղացված ռեժիմով, բայց չնայած դրան այնտեղ հերթեր են ֆիքսվում։ Մատակարարումների աճին զուգահեռ նկատվում է ծովային փոխադրումների արժեքի նվազում։ Ճգնաժամի առաջին շաբաթներին սակագների կտրուկ թռիչքից հետո իրավիճակը սկսել է կայունացման նշաններ ցույց տալ։ Յանբու ժամանող տանկերների թվի ավելացումը հանգեցրել է ֆրախտի բեռնափոխադրման վճարի աստիճանական էժանացմանը։ Մեր լսարանը հավանաբար հիշում է, որ իմ եթերներում ես ասում էի, որ տանկերների աշխատանքի դադարեցման հիմնական պատճառը թանկ ապահովագրությունն է, որն իրականացնում են իմիջիայլոց հիմնականում եվրոպական ապահովագրական ընկերությունները։ Սաուդյան Արաբիան մնում է գրեթե միակ խոշոր արտահանողը, որն ունի այլընտրանք Պարսից ծոցով անցնող ծովային երթուղուն։ Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես ունեն շրջանցիկ տարբերակներ, սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան մնում է ծայրահեղ անկայուն, քանի որ Իրանում պատերազմը շարունակվում է։ Այս պայմաններում արտահանման արագ վերահասցեավորման Սաուդյան Արաբիայի ռազմավարությունը ցուցադրում է բարձր արդյունավետություն, թույլ տալով մասնակիորեն փոխհատուցել վերջին տարիների ամենալուրջ էներգետիկ ճգնաժամներից մեկի հետևանքները։ Այստեղ գլխավոր բառը մասնակիորենն էր։ Շարունակելով էներգետիկայի թեման, պետք է տեղեկացնել, որ Ուկրաինան ձեռք է բերել պայմանավորվածություններ ուղղված էներգետիկ կայունության բարձրացմանը։ Այս մասին հայտնել է նախագահ Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդը հայտնել է, որ բանակցություններ է վարել Մոզամբիկի նախագահ Դանիել Շապուի հետ։ Կիևը հետաքրքրություն է հայտնել աֆրիկյան պետությունից գազի ներկրման ընդլայնման հարցում, մինչդեռ Մոզամբիկը հույս ունի օգտագործել ուկրաինական ռազմական փորձն ու տեխնոլոգիաները ներքին անվտանգության ամրապնդման եւ սեփական բանակի զարգացման համար։ Բացի այդ, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները թվային ոլորտում եւ պարենային անվտանգության բնագավառում։ Բանակցությունների արդյունքում, ինչպես նշել է ուկրաինական պետության ղեկավարը, հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել երկու երկրների համապատասխան թիմերի հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Փաստացի մեր աչքի առաջ Ուկրաինան պարենամթերք արտահանողից վերածվում է նաև անվտանգության եւ տեխնոլոգիաների արտահանողի։
Այս թեմային անդրադարձել է New York Times-ը, աշխարհը օգնություն է փնտրում Ուկրաինայից, եզակի լուծում առայժմ ունի միայն Կիևը, նշում է պարբերականը։ Ռուսական հարձակումներից հետո էներգետիկ կենցակառուցվածքների պաշտպանության ուկրաինական փորձը կարող է մոդել դառնալ Մերձավոր Արևելքի երկրների եւ այլ տարածաշրջանների համար։ Ըստ New York Times-ի տվյալների, պետական նավթոգազ ընկերությունը արդեն շուրջ $180 միլիոն է ներդրել հակաօդային պաշտպանության միջոցների մեջ կրիտիկական նշանակության օբյեկտները պաշտպանելու համար։ Այս միջոցները կարող են նոր նորմ դառնալ համաշխարհային նավթագազային ոլորտի համար դրոնների սպառնալիքի աճի ֆոնին։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո մոտ տասնյակ երկրներ շտաբ կարգով հարցում են ուղարկել ուկրաինական փորձագիտական գիտելիքների եւ օգնության համար։ Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները շոկ են առաջացրել եւ ցնցել էներգետիկ շուկաները։ Փորձագետները նշում են, որ ենթակառուցվածքների պաշտպանության ծախսերը կարող են դառնալ վառելիքի եւ բնական գազի արժեքի մի մասը, այսպիսով ուկրաինական փորձը կարող է ազդել ոչ միայն օբյեկտների անվտանգության, այլև համաշխարհային էներգետիկայի գնային կառուցվածքների վրա։ Իհարկե չափազանց հաճելի է կարդալ նման արձագանքները մեր երկրի մասին, բայց պետք է հիշել, որ թշնամին նույնպես քնած չէ եւ մշտապես նոր ուղիներ է փնտրում ուկրաինական օբյեկտներին վնաս հասցնելու համար։ Սա նշանակում է, որ գործընկերներին մեր օգնությունը միանգամյա չէ։ Էներգոօբյեկտների պաշտպանության գործընթացը պետք է անընդհատ արդիականացվի։ Իդեպ Ուկրաինայի պաշտպանության ուժերը սկսում են կիրառել Ուկրաինայի նոր շահեդ հանտեր դրոն Կալանիչը ռուսական հարձակումները հետ մղելու համար։ Կալանիչ, խափանիչ տարբեր կերպ է թարգմանում արհեստական բանականությունը, խոսքը դրոն որսացող դրոնի մասին է։ Այս դրոն Կալանիչը արդյունավետ է շահեդների, գերանների, գերբերների, զալաների եւ սուպերկամերի ռուսական դրոնների խոցման գործում։ Միևնույն ժամանակ ուկրաինական Սվարմեր ընկերությունը, որը աշխատում է դրոնների եւ դրանց կառավարման ոլորտում, դարձել է ուկրաինական պաշտպանական առաջին ստարտափը, որը դուրս է եկել ամերիկյան NASDAQ բորսա, որոշ մեկնաբաններ նույնիսկ անվանում են տարվա IPO։ Սվարմեր ուկրաինական ստարտափի բաժնետոմսերը, որը մասնագիտացած է դրոնների արհեստական բանականությամբ կառավարման մեջ, 26 թվականի մարտին NASDAQ բորսայում աննկարագրելի աճ են գրանցել, առևտրի առաջին օրերին թռիչք կատարելով ավելի քան 700-ից 900%-ով, ըստ տարբեր տվյալների մինչև 1000% է հասել։ Աշխարհը փոխվում է, Ուկրաինան փոխվում է, եւ գիտեք, որ ես երբ պատմում եմ նոր ձեռքբերումների մասին, միշտ մտածում եմ, որ մեր Հայաստանը նույնպես հաջողությունների հասնի, այլ ոչ թե մշտապես զբաղված լինի ներքին ոչ ռացիոնալ օրակարգով։ Հայաստանում կան տաղանդավոր մասնագետներ եւ մեծ ուրախությամբ եւ ցանկությամբ կլսեինք հաջողությունների, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքների մասին։ Ժամանակը չափազանց թանկ է, իսկ թշնամիները չափազանց շատ, որpիսի դեռ մի հատ էլ թշնամիներ փնտրենք մեր հասարակության ներսում։ Ժամանակն է, որպիսի հայկական քաղաքական ուժերը փոխեն իրենց գործելավոճը եւ իրենց գովալը տեղափոխեն ոչ թե ուրիշներին փնովելու, այլ Հայաստանի համար հաջող ծրագրեր ներկայացնելու ոլորտ։ Բայց հայկական թեմաներին մենք ավելի շատ անդրադառնում ենք հայ փորձագետների եւ քաղաքական գործիչների հետ մեր հարցազրույցներում, ում մենք վստահում ենք։ Ես դա հատուկ շեշտում եմ, որովհետեւ երևի թե որոշ մարդիկ բաց են թողել եւ մեկնաբանություններում տեսնում ենք հարցեր, թե ինչու չենք հրավիրում այս կամ այն մարդուն։ Հիշեցնեմ նրանց, ովքեր չգիտեն, մենք գնահատում ենք իրական քայլերը եւ եթե ենք հրավիրում նրանց, ում վստահում ենք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ինչ-որ մեկին չենք հրավիրում, նշանակում է չենք վստահում։ Եթե դադարել ենք հրավիրել, նշանակում է կորցրել ենք վստահությունը։ Խոսքը մեր վերաբերմունքի մասին է։ Բազում այլ հարթակներ կան, որտեղ այդ մարդիկ կարող են հրավիրվել։ Իսկ այդ թեմայով ավելորդ խոսակցությունները միայն կշիկացնեն իրավիճակը։ Հնարավոր է մենք հետագայում վերանայեինք մեր մոտեցումը որոշ մարդկանց նկատմամբ ինչ-որ քայլերից հետո, բայց երբ մեկնաբանություններում տեսնում ես համառ հանձնարարականներ, ապա այդ նշված մարդկանց կրկին հրավիրելու ցանկությունը բոլորովին անհետանում է։ Մի փոքր գաղտնիք բացեմ, լրագրողները սիրում են ինքնուրույն բացահայտել մարդկանց եւ իրադարձությունները, իսկ պարտադրելու ցանկացած փորձ հակառակ արդյունքն է տալիս։ Այդպիսի թեմաներով խնդրանքով կամ հարցով յուրաքանչյուր մեկնաբանություն փակում է այն անձնավորության ճանապարհը, ումով հետաքրքրվել կամ ում համար խնդրել են մեկնաբանությունում։ Իսկ ձեր էկրաններին երեկվա եթերի շապիկն է, ովքեր բաց են թողել անալիտիկա ալիքում, անպայման դիտեք, կարևոր հարցեր ենք վերլուծել։
բայց քանի որ այս ալիքով մենք խոսում ենք Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների շուրջ, ձեր տրամադրությունը բարձրացնեմ ռազմաճակատի իրադարձություններով եւ թվերով, ուկրաինացի զինվորականները կադրեր են ցուցադրել Դոնեցկի մարզի Մինկովկա բնակավայրի մաքրման մասին, որը համարվում է առանցքային կետ Բախմուտ Սլավյանսկ մայրուղու վրա մարտի 24-ին գործողության մասին հայտնել է 425-րդ առանձին գրոհային Սկալա գունդը, զինվորականների տվյալներով լիկվիդացվել են ավելի քան 40 ռուս զինծառայող, ըստ մեր զինվորականների գործողությունը ձախողել է ռուսական ուժերի հնարավոր առաջխաղացումը դեպի Սլավյանսկ Կրամատորսկ ագլոմերացիա եւ կայունացրել է իրավիճակը, տվյալ ուղղությամբ անցած 2 օրում ռազմաճակատում տեղի է ունեցել 359 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 2110 օկուպանտի եւ նրանց 3984 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1.290.960-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին, ինչպես նաեւ վերջերս նաեւ Իրանի մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ինչ մեր եթերի երկրորդ մասին անցնելը, ձեզ համայնքային լուրերից տեղեկացնեմ։ Երեկ Կիևում տեղի ունեցավ մշակութային կարևոր միջոցառում, որը կազմակերպվել էր Սոֆիա Կիևյան արգելոցի եւ Լեհական Պոլոնիկա ինստիտուտի կողմից համայնքի հայ հոգեվորականության եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության մասնակցությամբ։ Ուկրաինայի գլխավոր տաճարում, որը այսօր ազգային արգելոց է, տեղի է ունեցել Լվովի հայկական մայր տաճարը եւ նրա ստեղծողները ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Այս իրադարձությունը կարևոր առիթ դարձավ Ուկրաինայի հայ համայնքի պատմամշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման համար։ Ցուցահանդեսը պատմում է հոգեվոր եւ ճարտարապետական ժառանգության եզակի հուշարձանի, Լվովի հայկական մայր տաճարի, ինչպես նաև մարդկանց մասին, որոնց շնորհիվ այն մեզ է ներկայացնում որպես հավատքի, սերունդների հաջորդականություն եւ մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Միջոցառմանը մասնակցել են հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովանեսյանը, Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։ Ցուցահանդեսի բացումը դարձավ ուկրաինական եւ հայկական մշակույթների միջև խորը կապի, ինչպես նաև ընդհանուր պատմական հիշողության պահպանման կարեւորության եւս մեկ վկայություն։ Ուկրաինայի հայերի միության շտաբը շնորհավորանք է հայտնել կազմակերպիչներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու մշակութային ժառանգության պահպանման եւ ուկրաինա-հայկական երկխոսության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, միջոցառումը պլանավորված էր դեռևս 22 թվականին, սակայն միայն հիմա հնարավոր դարձավ այն իրականացնել։ Եվ մինչ երեկ Կիևում Ուկրաինայի գլխավոր տաճարում ներկայացվում էր Ուկրաինայի գլխավոր հայկական տաճարի պատմությունը, ռուս ագրեսորները այդ ընթացքում փորձում էին վնասել Լվովի կենտրոնը, որտեղ գտնվում է հենց մեր հայկական տաճարը, որն ի դեպ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, ինչպես արդեն ասացի, տաճարը չի վնասվել։ Այսպիսին են պատերազմական իրողությունները, քանի դեռ Ռուսաստանը փորձում է մեզ սպանել, վնաս հասցնել, մենք ջանում ենք ապրել եւ նույնիսկ ժամանակ ու ուժ գտնել մշակութային պատմական միջոցառումների համար, ոչ ոք իր կյանքն ու գործերը չի հետաձգելու Պուտինի ագրեսիայի պատճառով, արվում է այն հնարավորը, ինչը համատեղելի է պատերազմական իրավիճակի հետ, իսկ այն փաստը, որ նախաձեռնողների թվում են Լեհական հիմնադրամը եւ ուկրաինական ամենահարգարժան մշակութային հաստատությունը, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մեր համայնքը, մշակույթը եւ պատմությունը գնահատում եւ կարեւորում ենք ոչ միայն մենք, այլև ուկրաինական, իսկ տվյալ դեպքում նաև լեհական հասարակությունը։ Եվ թող Մոսկվայում կանաչեն չարությունից, մենք եղել ենք, կանք եւ կլինենք մեր Ուկրաինայի հետ, չմոռանալով մեր Հայաստանը եւ ամեն հայկականը։
Իսկ մինչ մենք պատրաստում ենք այսօրվա եթերը ձեզ համար, հարձակման տակ են Մոսկվան եւ այսպես կոչված Ռուսաստանի մի շարք այլ տարածաշրջաններ, այնպես որ եթերից հետո նույնպես հետևեք մեր Telegram-յան ալիքին, որտեղ մենք ինչպես միշտ կտեղադրենք ամենահետաքրքիր կադրերը։ Իդեպ մի շարք ռազմական Telegram-յան ալիքների տեղեկություններով Լենինգրադի մարզը այսօր մերոնք ռմբակոծել են ոչ միայն դրոններով ու հրթիռներով, այլ նաեւ ռումբերով։ Հատկանշական է, որ վերջին անգամ Լենինգրադի մարզը ռումբերով ռմբակոծվել էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կամ ինչպես ռուսներն են անվանում հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ահա թե ինչի է հասել Պուտինը այս տարիների ընթացքում Ուկրաինայի ել ավելի մեծ միլիտարիզացիայի, ինչի դեմ Ռուսաստանը այսօր հակաթույն չունի։ Ինձ հատկապես զվարճեցնում են Telegram-յան ալիքների այն մեկնաբանությունները, որտեղ ռուսները մեր հարվածներից հետո դեռ սպասում են, թե իրենց Պուտինը մեզ կհարվածի ինչ-որ արեշնիկով։ Երևի թե նրանք կարծում են, որ Իսկանդերները, որոնք արձակվում են մեզ վրա, բավարար չեն, նրանք կամ չգիտեն, կամ չեն հասկացել, որ իրենց հրթիռներ եւ դրանց բաղադրիչներ արտադրող գործարանները այլևս չկան այն տեսքով, ինչպես կային մինչև մեր հարվածները, իսկ թե երբ այդ գործարանները կվերականգնվեն, հայտնի չէ, դե մենք էլ հանգիստ չենք նստելու նայենք, թե ինչպես են նրանք փորձելու վերականգնեն, այնպես որ եթե մեզ հիմա լսում են նման չհասկացողները, ասեն, որ սպասեք մեր կողմից ավելի շատ հարվածների, այլ ոչ թե ձեր արեշնիկի կամ նման մի բանի վերաստեղծմանը, իսկ քանի պատերազմը դադարեցված չէ, ապա հարվածներ կլինեն ավելի շատ։ Իսկ մինչ Իսրայելը նոր հարվածներով Իրանին զրկել է ստորջրյա նավեր արտադրելու հնարավորությունից, իսկ ամերիկյան Սենտկոմը հայտնում է, որ Իրանի դեմ իրականացվող էպիկական կատաղություն ռազմական գործողության ընթացքում արդեն ավելի քան 9000 հարված է հասցվել իրանական ռազմական թիրախներին, ուկրաինական գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանի նավահանգստին եւ գործարանին հասցված այսօրվա հարվածը։ Մնացած թիրախների մասին դեռ Գենշտաբը մանրամասներ չի հայտնում։ Ըստ Գենշտաբի ռելիզի մարտի 24-ի գիշերը Ուկրաինական անվտանգության ծառայությունը դրոնային համակարգերի ուժերի հատուկ գործողությունների ուժերի գլխավոր հետախուզական վարչության եւ պետական սահմանապահ ծառայության հետ համատեղ գործողություն է իրականացրել Ռուսաստանի Լենինգրադի մարզի տարածքում։ Արդյունքում խոցվել է Ուստ-Լուգա նավահանգստի նավթային տերմինալի ենթակառուցվածքը։ Մարտի 24-ի գիշերը համատեղ գործողության ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նաեւ Լենինգրադի մարզի Նովատեկ Ուստ-Լուգա գործարանին։ Հաղորդվում է, որ վնասվել են պահեստարանների պարկը եւ նավթի ու նավթամթերքի ընդունման եւ բեռնման սարքավորումները, ձեռնարկության տարածքում հրդեհ է ֆիքսվել։ Նովատեկ Ուստ-Լուգա գործարանը մասնագիտացած է կայուն գազային կոնդենսատի վերամշակման մեջ, որը բնական գազի եւ նավթի արդյունահանման կողմնակի արդյունք է, ինչպես նաեւ նավթամթերքի արտահանման մեջ դեպի արտաքին շուկաներ։ Ուկրաինայի սահմանից Ուստ-Լուգա բնակավայրը գտնվում է մոտ 855 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այդ, Լենինգրադի մարզում Վիբերգի նավաշինական գործարանի տարածքում մարտի 25-ի գիշերը ուկրաինական զինուժը խոցել է Պուրգա պարեկային մարտական սառցահատը, ինչպես հայտնում է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը, մարտի 25-ի գիշերը ուկրաինական ուժերը հաջող գործողություն են իրականացրել Լենինգրադի մարզում, որի ընթացքում խոցվել է ռուսական նավը։ Ըստ նախնական տվյալների 23550 նախագծի Պուրգա պարեկային սառցահատը պլանավորում էին օգտագործել Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանային ծառայության կազմում։ Այս տիպի նավը համատեղում է սառցահատի եւ մարտական նավի գործառույթները։ Հարվածը հասցվել է Լենինգրադի մարզի Վիբերգի նավաշինական գործարանի տարածքում։ Նմանատիպ գործողությունները շարունակվելու են ինչպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում, այնպես էլ բուն Ռուսաստանի տարածքում, մինչև զանգվածային ագրեսիայի լիակատար դադարեցումը։ Պուրգա մարտական սառցահատի խոցումը դրսևորում է ուկրաինական զինուժի կարողությունը հարվածներ հասցնելու հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտներին ռազմաճակատի գծից շատ հեռու։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել ռուսական բանակի ստորաբաժանումների հանգույցներին Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի զավթված տարածքներում։ Նման օբյեկտների խոցումը զգալիորեն բարդացնում է հակառակորդի ստորաբաժանումների կառավարումն ու մարտական գործողությունների համակարգումը։ Տագնապալի լուրեր Էստոնիայից։ Մարտի 25-ի գիշերը Էստոնիայի օդային տարածք է ներխուժել Ռուսաստանից արձակված դրոնը, որը հարվածել է տեղի էլեկտրակայանին, սակայն էստոնական էներգետիկ համակարգը չի տուժել։ Ռուսական դրոնը էստոնական օդային տարածքում անցել է մոտ 10 կիլոմետր, որից հետո բախվել է Աուվերը Ավանի էլեկտրակայանի ծխնելույզին։ Ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրակայանը զգալի վնասներ չի կրել, իսկ Էստոնիայի էներգետիկ համակարգը աշխատում է բնական ռեժիմով։ Խաղաղ բնակիչների շրջանում նույնպես տուժածներ չկան։ Էստոնիայի գլխավոր
դատախազ Աստրիդ Ասին կարծում է, որ Ռուսաստանից եկած դրոնը էստոնական օդային տարածք է մտել ոչ թե միտումնավոր, այլ որովհետև շեղվել է կուրսից։ Սա նախնական տեղեկատվություն է, հստակ պատճառը կնշեն էստոնացի ոստիկանները, ովքեր արդեն սկսել են այս արտակարգ պատահարի հետաքննությունը։ Էստոնիայի գլխավոր դատախազի կարծիքը ճիշտ ասած զարմանալի է։ Հետաքրքիր է, ըստ նրա վարկածի էլուր կարող էր թռչել ռուսական դրոնը, որ շեղվել է կուրսից։ Հնարավոր է սա շոկային ռեակցիա է, քանի որ ոչ ոք չի ցանկանում ընդունել, որ իր երկրի վրա հարձակվում է մի մեծ պետություն, սակայն նման ոչ բարյացակամ հարևանների պարագայում ավելի լավ է սթափ նայել կյանքին, այլապես ռիսկերը էլ ավելի կմեծանան։ Իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից տուժել են Չեռնիգովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Սումիի, Պոլտավայի եւ Դոնեցկի մարզերում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զանգվածային հրետակոծությունների եւ դրոնների հարձակումների հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50-ը։ Օկուպանտները կիրառել են զանգվածային հարձակումների մարտավարություն, արձակելով մոտ 1000 դրոն եւ մի քանի տասնյակ հրթիռներ։ Հարվածներ են ֆիքսվել երկրի տարբեր տարածաշրջանների 22 վայրերում, ինչպես արդեն նշեցի, տուժել են բացառապես խաղաղ բնակիչները, որոնց տներին եւ շինություններին հարվածել են ռուսները, նաեւ Օդեսայի եւ Չեռնիգովի մարզերում թշնամին փորձել է հարվածել էներգետիկ օբյեկտներին։ Տուժված մարզերը, որ նշեցի, բացի դրոններից եւ հրթիռներից, գնդակոծվել են նաեւ ռուսական հրետանու կողմից։ Սա սովորական պրակտիկա է Ռուսաստանի համար, թիրախավորել Ուկրաինայի տարածքը ամեն ինչից, ինչը իրենք հնարավոր են համարում։ Այդ իսկ պատճառով մեր հարվածները իրենց սпасել չեն տալիս։ Եվ ինչպես տեսնում եք, պատերազմի վերջը չի երևում, այնպես որ պետք է ավելի ուժեղանանք, որպեսզի ստիպենք Ռուսաստանին դադարեցնել պատերազմը, քանի որ Հայաստանում պարլամենտական օրեր են եւ լրահոսը շատ ծանրաբեռնված է, չեմ ուզում շատ երկարացնել եթերը, հիմնական նորությունները ձեզ արդեն պատմեցի։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում նոր եթերում, բարով մնաք։